Ադրբեջանը չգնաց Եվրոպա, Բրյուսելը եկավ Բաքու։ Եվրահանձնաժողովի նախագահ ֆոն դեր Լայենի այցից հետո ադրբեջանական քարոզչամեքենան է թեզ նորակարգ նետել։ Բաքվի ինքնավստահությունն արդեն մինչև իսկ մայրցամաքների սահմաններն է հատում։ Համոզված են, որ Ռուսաստանին ու Իրանին խաղից դուրս թողնելուց հետո Եվրամիությունը նույնիսկ փոքրինչ ուշացումով է հասկացել միջին միջանցքում իրենց անփոխարինելի դերը։ Ադրբեջանը շատ լավ գիտի, որ Եվրամիության համար ինքը շատ կարևոր գործընկեր է Հարավային Կովկասում, բայց Ադրբեջանում կարծում են, որ Եվրամիությունը Ադրբեջանին շատ մոտ չի թողնի, հաշվի առնելով այդ երկրում արդյունքների վիճակը եւ այլն։ Ադրբեջանը ի տարբերություն Հայաստանի եւ Վրաստանի մի առավելություն ունի։ Այդ միջին միջանցք կոչվածը ինչպես էլ անցնի, անպայման Ադրբեջանի տարածքով անցնելու է եւ Ադրբեջանը շատ լավ հասկանալով այս ամենը փորձում են իրենց գինը բարձրացնել, ավելի բարձրացնել իրենց դերը, իրենց կշիռը Եվրամիության համար։ Բաքվի բռնապետը եվրադոլարների պահանջ ունի արևմուտքից, միջին միջանցքը գա, հասնի Ադրբեջան, թանկ կնստի եվրոպացիների վրա։ Ալիևը ճանապարհի կանաչ լույսը կվառի, եթե Բրյուսելը ֆինանսավորի ադրբեջանական ենթակառուցվածքները, այդ թվում փող տա Հայաստանի ինքնիշխան տարածքով կոնկրետ Սյունիքով անցնող իրենց ձևակերպմամբ այսպես կոչված արևմտյան Զանգեզուրի ճանապարհների համար։ Իսկ ականազերծման վերջին միլիոնների խոստումը, որը Ուրսուլա ֆոն դեր Լայենն իր հետ Բաքու հասցրեց, Ադրբեջանից արդեն պաշտոնապես են հայտարարել կօգտագործեն օկուպացրած Արցախը ոտքի կանգնեցնելու համար։ Նույնիսկ պնդում են, թե Բրյուսել-Բաքու դրամական այս տրանզիտը հերթական վկայություններից է, որ Եվրոպան Հարավային Կովկասի նոր իրողությունների հետ այլևս հաշտ համերաշխ է։ Նույնիսկ եթե չհաշտվել Եվրամիությունը միշտ հումանիտար ականազերծման նպատակների համար գումարներ հատկացրել է Ադրբեջանին, նախկինում էլ, հիմա էլ, այնպես որ մեծաշվով մեկը մյուսի հետ կապ չունի։ Նույնիսկ եթե պատերազմը չավարտվեր, էլի գումարներ կհատկացվեր Ադրբեջանին ականազերծման ծրագրերի համար։ Հարավային Կովկաս եվրաչինովնիկների վերջին այցելության ամբողջական պատկերն Ադրբեջանում հավաքում են ամփոփելով ֆոն դեր Լայենի երևանյան հանդիպումները։ Բաքվում վստահ են, որ Հայաստանի իշխանությունների հետ այս շփումը կարճատև էր, հետևապես նաև անարդյունավետ։ Ի տարբերություն Ալիևի, Փաշինյանին Եվրահանձնաժողովի նախագահը շնորհակալություն չհայտնեց տարածաշրջանում հաստատված խաղաղության համար։ Այստեղ մեր մայրաքաղաքում միայն խոստումներ թողեց ու հեռացավ, այն էլ բացառապես հակառուսական տրամաբանության շրջանակում։ Ես չէի զիգանք համակարգը տարբեր օրակարգերով էին։ Ադրբեջանի հետ կապված այլ օրակարգեր են, որոնք որ պետք չէ, այսպես համեմատել մեկ կշերտի վրա դնել տարբեր արդյունքների վրա, տարբեր բանակցություններ են եւ տարբեր պայմանավորվածություններ եւ պետք չէ այսպես բոլորին ամեն ինչ մեկ պրիզմայով նայել։ Տարբեր գործընթացներ են հատկանում։ Եվրոպայից շնորհակալական խոսքեր ի դեպ Ալիևը ֆոն դեր Լայենի հետ հանդիպմանը ստացավ ոչ միայն Հայաստանի հետ խաղաղության, այլև մեր երկիր էլեկտրաէներգիա եւ դիզվառելիք մատակարարելու պատրաստակամության համար։ Բաքվի փորձագիտական համայնքն էլ թեզ է շրջանառում, որքան Հայաստանն Ադրբեջանից կախված լինի, այնքան օգուտն իրենցն է։ Ահա խաղաղության շուրջ ադրբեջանական պատկերացումների առավելագույնը։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։